Բարի շիրեկով սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ ջան։ Ուրեմն, ինչպես միշտ, համացածը թերթելուց նորից տենց այդ ձևիստներից, չգիտեմ, սենց մուրուքով մեկը կա, անհասկանալի դեմքով, իրենից ոչինչ չներկայացնող, ոչինչ չասող, հայտարարություններ են անում, այ մենք գալիս ենք, ու տենց շատ պատասխոսությամբ, սենց պատոխոսում են, ասում են գալիս ենք, ոյ, նաև անդրադառնում են փոքրիկներին, գալիս ենք մեր փոքրիկների համար, այս հարմարավետությունները ստեղծենք, այս անենք, այն անենք, մի խոսքով։ Ու սրանք գիտես ովքեր են ասում, սիրելի մարդիկ։ Նախ ես ուզում եմ հստակ բոլորս մի բան ֆիքսեք։ Սա ցանկացած շարքային իր առօրյա հոգսով դարդով ապրող, արարող հայ մարդը լավ էլ գիտի, շատ լավ գիտի։ Բայց ուզում ենք վեր հիշենք եւս մեկ անգամ եւ սրանց ասենք, որ դուք տասնյակ տարիներով 20 տարուց ավել, 25 տարի այս փաթեթը մենք պետք է բոլորս մի բան լավ հասկանանք, որ Մոսկվա բնակ օլիգարխը, օտարի շայրը սպասարկող օտարի լանթը ոչինչով չի առանձնանում 18 թվականի մերժված փաթեթից, ռոբասերժական խուլիգան բանտայից։ Տաշիր Սամվելիկ, դու ուղիղ տեղավորված ես այդ փաթեթի մեջ։ Դու հանկարծ չփորձես քեզ այդ փաթեթից առանձնացնես, որովհետև դու հոգևոր կյանքը վտանգի տակ դրած Կտրիժ Ներսիսյանը, ով Աստծո տունը վերահացել փաստաբանական գրասենյակ է եւ այս պետությունում 2018 թվականին ինչքան մերժված թալանչի խուլիգան սրիկակա դարձել է իրենց ազնական շահերը սպասարկող փաստաբանը։ Այ դուք այդ մաֆիան, ձեր այդ փաթեթը, դուք նույն փաթեթի մեջ եք։ Դուք ինչքան էլ փորձեք, որ դուք առանձնանաք մեկը մյուսից, չի ստացվելու ձեզ մոտ։ Ասել եք զենա, դուք ինչ 25 տարի դուք ունացել եք բոլոր հնարավորությունները, նաև ունացել եք փողը, որպեսզի այն ինչ որ հիմա սրտմաճմլիկ խոսքերով, կեղծ խոսություններով, սենց սիրահարական խոսքեր եք քարոզում հայ մարդուն, ունացել եք բոլոր հնարավորությունները, փողնել, ամեն ինչներ, իշխանություններ, դուք եք եղել, որոշիչներ, ոնց չակուճը խփել եք, այդ ձևը խփել է, ինչ եք կարել։ Երեխեքի հարմարավետությունից ես խոսում հայ բալիկների, հա, խոսում եք մի մարդ, ովքեր տարիներ շարունակ երեխաների, հայ բալիկների խաղահրապարակները զարթել եք եւ ձեր, չգիտեմ, սարճարաններն եք դրել, հա։ Դուք եք խոսում երեխեքի հարմարավետության համար, հայ բալիկների հարմարավետության համար ձեր տեսակն է խոսում, որ տասնյակ տարիներով մայրաքաղաք Երևանից սկսած Հայաստանի Հանրության բոլոր քաղաքներով վերջացրած, ինչքան հարմարավետ այգի եք տեսել, ինչքան հարմարավետ խաղահրապարակներ եք տեսել, ձեր տարել եք կուբամետրով ձեր սրճարանների բանն եք, ֆունդամենտներն եք թափել արա։ Այս 8 տարի հայ մարդու կողմից լեգիտիմ ընտրված իշխանությունը, քաղաքային իշխանությունը չարչարվում է, տասնյակ հարյուրավոր տեխնիկա է, ծանր տեխնիկա է աշխատում, ձեր թափած այդ կուբամետրերով բիտոնը միջև հիմա հանում արա, միջև հիմա ձեր այդ թափած այդ կուբամետրերով բիտոն արա, միջև հիմա հանում ա, այն որ հայ բալիկների խաղահրապարակները, զբոսայգիները, այն որ զարթել եք ձեր սրճարանների, ձեր շաուրմի բուտկեքի այդ բիտոններն եք լքցրել է, միջև հիմա քաղաքային իշխանությունը, հայ մարդու իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձեր այդ լցած 25 տարվա ձեր լցած բիտոններն ա քանդում, բարեկարգ, պաշտաշ մակարդակի զարդարում եւ տալի հայ բալիկներին, որպեսզի հայ բալիկները վերջապես վայելեն իրենց սեփականությունը, վայելեն իրենց խաղահրապարակները, գեղեցիկ զարդարված, ամենայն հարմարավետ ձևերով զարդարված, եկել եք ես ինչերից եք խոսում, արա, հայ մարդու բարերարություն բանից եք խոսում, հարմարավետությունից եք խոսում, հա, տասնյակ տարիներով ես խես ժողովրդին արա, մեզ, բոլորիս, պերեբոց ձեր գազելներով արա, ակետից բետեղ եք տեղափոխում, բետեղից բետեղ եք տեղափոխում, կռացած, այդ ժամանակ չեք մտածում, ոչ թե ամենքը ձեր այդ շրջապատ ամեն մեկը 50 հարված գազ առնի, սաղ քաղաքի գծերը սեփականացնեք, միլիոնավոր դոլարներ աշխատեք, արա, բայց այդ չէիք մտածում, որ կարելի է այս մարդկանց հարմարավետության մասին մտածած եւ հարմարավետ տրանսպորտով այս մարդկանց տեղասարժ ապահոված։ Ինչ եք արա սաղ գծերը սեփականացրել, արա, հարստանալու միջոց ձեզ համար մարդկանց կռցրած անմխիթար տրանսպորտով ակետից բետ տեղափոխում։ Ինչ եք արա մարդկանց իրանց տներից
որ հելնում են կվարտիրայի դուռը բացում էին, հելնում, որ նստեն վերելակ 9-րդ հարկից իջնեն առաջի հարկ, կիսաջան էին դառնում, իֆակտ էին ձեր ստանում։ Ու այո, լիքը մարդիկ հենց այդ վախի պատճառով, այդ դողալու պատճառով լիքը հիվանդություններ են ձեռք բերել։ Եկել են, օրը լավ էլի, լավ, էս ինչ երեսա ձեր երեսը։ Արա լավ դուք Յանեմիսի չեր եք ասում։ Էսի չեր եք ասում։ Եկել ապագայից են խոսում։ Ապագայից են խոսում։ Մի մարդ, հեսա քտնելիս տակնա, որ չգիտեմ, ես 2 կվադրատ մի հատ ինչ-որ ցիրկա սարքել, 15 եւ ավետ տարի ժամանակ է պահանջվել։ Ու ես վերջում եք, գիտեք ինչի համար արագացրին։ Գիտեք ինչի համար արագացրին, որպեսզի ցիրկը ավարտեն։ Որ իրանց կապիկությունները անեն, որ տեղ ունենան իրանց կապիկությունները անեն։ 300,000 մարդ աշխատեղ, որտե՞ղ աշխատացնելու։ Որտեղ։ Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում լիքը մարդիկ կան, գործարար, ովքեր խնդրում են, որպեսզի իրենց համար աշխատող չարեն։ Անձամբ ինձ լիքը մարդ ասելա, եթե աշխատող 150,000-ից մինչև 250-270, մինչև 300,000 դրամ աշխատավարձով։ Լիքը մարդ կա։ Սկսած շինարարության ոլորտից վերջ հասած տարբեր ոլորտներով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր աշխատատեղեր կա։ Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, ինձ հենց այս պահին 120 աշխատող է հարկավոր, 120։ Ամսական աշխատավարձ է 180,000 դրամ։ Ինքն է շատ թեթև գործ։ Ամենածանրը բանը, որ պետք է բարձրացնի 1 կիլոգրամն է։ Կա աշխատող, սիրելի մարդիկ, ովքեր ցանկություն ունեն, խնդրում եմ, 120 հոգի, 180,000 դրամանոց աշխատավարձ է, 120 հոգի հենց այս պահին անհրաժեշտ է։ Վաղներ կարող եք ասեք։ Հանգիստ թեթև գործ է, շատ հանգիստ։ Եվ առողջարար։ Հելա տեսնենք ցանկացողներ կլինեն, որ ցանկանան աշխատեն։ Հենց հիմա անհրաժեշտ է 30 հոգի աշխատակից, 30 հոգի աշխատակից օրեկան 13,000 դրամով շինարարության ոլորտում։ 13,000 դրամ օրեկան։ 30 հոգի հենց հիմա անհրաժեշտ է։ Օրեկան 13,000, 13-ից մինչև 15,000 դրամ շինարարության ոլորտում։ Եթե ցանկացողներ կան, խնդրում եմ դիմեք։ 300,000 աշխատատեղ։ Գիտեք ինչ։ Այս անկախ ձեր, այս լոմպաս պաթոսախոսություններից ձեր անունազգանունները նույնն են, ձեր դեմքերը նույնն են, այնպես չի, որ մենք լուսնից ենք իջել։ Ձեզ հետ նոր պետք է ձեզ հետ ծանոթանանք, ձեզ ճանաչենք։ Ինչպես միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք։ Մենք այս ժողովուրդը ձեր սեփական ծնողներից լավ է ճանաչում։ Ձեր սեփական ծնողներից ձեզ լավ է ճանաչում։ Այնպես չէ, լուսնից ենք իջել։ Նոր պետք է մենք իրար հետ ծանոթանանք։ Նոր դուք պետք է ձեզ ճանաչել տակ, թե դուք ով եք։ Մենք լավ գիտենք դուք ով եք։ Մենք լավ գիտենք դուք ով եք, ձեր տեսակը, ձեր որակը։ Մենք լավ գիտենք ձեր ուզած ինչա։ Մենք լավ գիտենք ձեր ուզած ինչա։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ։ Գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունում այն իրավունքները, այն կարգ ու կանոնը, որ 2018 թվականից կա եւ գործում է, եւ մենք բոլորս էլ օգտվում ենք այդ հնարավորությունից, այս ձեռքբերումից, սա որևէ մեկը Ռուսաստանից չի բերել։ Սա ոչ մեկ է տոտալի քոծերը, այդ Ռուսաստանբնակ օլիգարխները Ռուսաստանից չեն բերել։ Սա անձամբ ձեր հովանավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է։ Ձեռքբերումն է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում արարող աշխատող հայ մարդը կաշկանդված չի, ոչ էլ վախեցած է, որ ասի այ, բա որ այսքան փողը ներդնեմ, ինչ որ մի հատ բիզնեսի մեջ, կարող է այս բիզնեսը գցեմ խոդի, ասեն ժողովրդական լեզվով ասած, հունի մեջ գցեմ, մեկ էլ վարչապետի աղբերը գամ մտնի այս բիզնեսից մեջ, սենց հալակ կես անի, 50-50 անի։ Չկա նման բան Հայաստանի Հանրապետությունում։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում հայ մարդը, արարող աշխատող հայ մարդը վախեցած չի իր սեփական պետությունում հարստանալու եւ հարստանալու իրավունքից, վախեցած չի, կաշկանդված չի։ Չի մտածում այդ ուղղությամբ, թե
ով կգա, ով կմտնի, ինչքան փայ կմտնեն, չի նստում մտածի, այսօր ում հաշիվը կտանի կփակի, չկա նման բան։ Ու սա մեզ ձեռք բերում է ամեն հայ մարդու համար։ Սա շատ կարևոր բան է, մենք լիքը մարդիկ ուրիշ ձևեր են հասկանում, ուրիշ բան, մա փոքր բիզնեսները հարկեր չեն տալու։ Ինչի ման է ձև, խես ես մարդկանց խափում։ Խես խափում։ Կարող է ձև ես ասում այ խոշոր բիզնեսմեն, որ գաս քո բոլոր խոշոր բիզնեսները սարքես փոքր բիզնես, որպեսզի հարկերից խուսափես, հա, տաշիր Սամվելիկ։ Հա? Դու իմ 100% համոզում եմ, քո նպատակն է, որ դու քո մեծ բիզնեսները սարքես, խոշոր բիզնեսները սարքես փոքր, ցարես, շախտաս, սարքես փոքր բիզնես, որպեսզի հարկերից խուսափես։ Ինչպես տասնյակ տարիներով խուսափել ես։ 2 կոպեկ բարեգործություն ես արել, տասնյակ հազարավոր դոլարների հարկերից խուսափել ես։ Այս ծրիկա։ Բանակ թել մարկանց թույլ տեղերին ա կպնում, փոքր բիզնեսներին հարկերից ազատել ենք։ Ոչ, հարգելի փոքր բիզնեսով զբաղվող հայ մարդիկ։ Ինքի խոշոր բիզնեսները շաղատալու փոքր բիզնեսների, որպեսզի հարկերից խուսափի։ Նա բիզնեսմեն է, նա առանց շահի մարդու բարև չի տալ։ Մոսկվա բնակ օլիգարխը եւ իրենց ընտանիքը, դրանք բիզնեսմեններ են։ Դրանք թաց տեղը չեն պարկի, խոնավ տեղը չեն նստի։ Դրանք եթե մարդուն բարևում են մեջը շատ չունենան, չեն բարևի։ Չեն բարևի։ Այդ օտարի քոցը Օտարի քոցը եկել նստել են մտածում են հայ մարդու ներկա եւ ապագայի մասին։ Մի մարդիկ մի որակ ովքեր 25 տարի հայ մարդու ապագան գնդակարել են եւ 0 մակարդակի վրա կանգնացած պահել են։ 0 մակարդակի վրա։ 0 մակարդակի վրա։ Բալիկների բաներից են հայ մանուկների հարմարավետությունից են խոսում։ Ով, հլատեսով, որ հայ մանուկների խահարապարակները զարթել են, կուբամետելով բիտոն են շաղաղել, լցրել, իրանց սրճարանները սարքել։ Եկել է հայ բալիկների բանն մասին է խոսում։ Որ լավ ամոթ արա, ամոթ, էս ինչա ձեր վիճակը։ Էս ինչա ձեր վիճակը։ Ձեր երեսին հայ մարդը թքում է։ Դուք ասում եք անձրև է գալիս։ Դուք ասում եք, այս ինչ վարար անձրև է գալի։ Այ դուք այդ որակն եք, այդ տեսակն եք եւ քիչ մնաց ժողովուրդ ջան։ Այս որակից հունիս ամսին վերջնականապես մեր քաղաքական վրեժը կլուծենք, այո, հենց վրեժը։ Տասնյակ տարիներով սպասված վրեժը կլուծենք եւ վերջնականապես սրանց գործնեությունը կդադարեցնենք Հայաստանի Հանրապետությունը։ Վերջնականապես սրանք անհասանելի կդառնան հասարակության, հայ հասարակության տեսադաշտից։ Սիրելի մարդիկ, ցանկացած պետության հզորացումը, ուժեղացումը, ուժեղ հարուստ երջանիկ ապագան, դա խաղաղությունն է, դա կրթությունն է։ Դա այդ տվյալ պետության քաղաքացու վստահ գործունեությունն է իր սեփական պետությունը, որը հիմա 2018 թվականից այլևս Հայաստանի Հանրապետությունում այդ 3 կարևոր արժեք ունեցող կարևոր գործոնը կա եւ գործում է։ Առաջինը դա կրթությունն է։ Մենք ֆանտազիաներ չենք պատմում, մենք հեքիաթ չենք պատմում, մենք սրտմաճմնի կենաց չենք ասում ռաբիզ երաժշտության տակ, որպեսզի հայ մարդիկ հարբեն։ Դա ամեն հայ մարդ տեսնում է, ազգում է եւ այլում է այդ հարստությունը։ Առաջինը պետության ուժեղացումը, առաջինը որն է հզորացումը, երջանկությունը, ավելի ուժեղացումը, որն է, դա կրթությունն է։ Կրթության պայմանները այո այսօր Հայաստանի Հանրապետություն բարձր գիտելիք ձեռք բերելու այսօր մեր սերունդը այսօր բարձր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները ստեղծված է։ Սկսած ուսուցիչ եւ ուսուցիչների գիտելիքների փորձը, ովքեր իրանց այդ քննություններով իրենց գիտելիքը արտահայտվում են պետությունը տեսնում է արդյոք այս մարդը պատրաստ է այս ուսուցիչը կամ ուսուցիչին պատրաստ է բարձր մակարդակի գիտելիք փոխանցի աշակերտին։ Դա որն է, դա ինա որ գնում են քննությունը տալիս են իրանց աշխատավարձը իրանց խելքով, իրանց գիտելիքով բարձրացնում են։ Դա է։ Երկրորդը որն է։ Երկրորդը այսօր հարյուրավոր մանկապարտեզներ եւ դպրոցներ սարքելն է, որը սարքված է գեղեցկությունը չունեցող եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ ամենայնային կոմֆորտ ձևերով
ամեն ինչով ապահոված, որպեսզի մարդը որևէ խնդիր չունենա, որևէ խնդիր, որպեսզի աշակերտը գիտելիք ստացող աշակերտը որևէ խնդիր չունենա, սկսած իր գեղեցիկ տեսքից, վերջացած իր ներսի կոմֆորտ միջավայրից, ցանկացած դպրոց, մանկապարտեզ, շատ գեղեցիկ է եւ դրսից, արտաքինից, շատ գեղեցիկ, եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ շատ կոմֆորտ եւ գեղեցիկ եւ հարուստ է ներսից, իր լաբորատորիաներով, իր հարմարություններով, իր սպորտզալներով, իր ամեն ինչով։ Երկրորդը խաղաղությունն է, որը այսօր այո Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղությունը այլևս Հայաստանի Հանրապետությունում։ Երրորդը հայ մարդու վստահությունն է իր վրա, որ իր սեփական պետությունում որևէ որ իր սեփական պետությունում միլիոնավոր դոլարներ ներդնի, ինչ որ բիզնես սկսի, ինչ որ բիզնես գործունեություն ծավալի, այդ հայ մարդը, արարող աշխատող հայ մարդը չի նստելու մտածի, չի վախենալու, վախվորած չի լինելու, ասի արա կարող այս քան փողը դնեմ, այս բիզնեսը ոտի հանեմ, վարչապետի աղբերը կամ մտնի այս բիզնեսի մեջ հալալ կես անի, 50 անի, չի նստելու մտածի, ասի այսօրում հաշիվը պետք է տանեմ, փակեմ, չկա այլևս, այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձր հարգանքի արժանի արարող, ներդնող հայ մարդիկ, ինչու հայ մարդիկ, նաև ուրիշ պետության մարդիկ, ովքեր ներդրումներ են անում Հայաստանի Հանրապետությունում, այդ մտածելու իրավունքից զրկված են, ոչ մեկի ուղեղով չի կանացնի, որ նստի մտածի, ասես կամ փող եմ դնելու, գալու եմ փայն մտնելու, ինչ է նշանակում, նշանակում է, որ ցանկացածս, արխային, ազատ, անկաշկ, անվախ, կարող ենք մեր սեփական պետությունում հարստանալ եւ հարստացնենք մեր պետությանը, հարստացնենք մեր կողինին։ Ուսասած կարևոր, այո պետության հզորացման, պետության երջանկության, ինձ համար, կարող է էլի բաներ ելնեն, երջանկության համար, բայց ինձ համար պետության երջանկության, ուժեղացման, հարստացման, զարգացման, հայ մարդու ավելի հզորացման, կարևորագույն երաշխավորները հենց այս երեքն են ինձ համար, խաղաղություն, կրթություն, հայ մարդու իր սեփական պետությունում հայ մարդու վստահությունը, արխայնությունը գործելու, արարելու, աշխատելու։ Հայ մարդը իր վրա վստահ է, չէ՞, այսինքն իր պետության վրա, իր սեփական իր կողմից ձևավորված սեփական իշխանության վրա վստահ է, չէ՞, իհարկե վստահ է։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորը, այսինքն խաղաղությունը։ Կեցե հայ մարդը, որ անկախ նրանից թե ինչքան են էզոտարիկ հոցերը միլիարդավոր դոլարներ ծախսում կեղծ քարոզչության վրա, կեցե հայ մարդը, որ կեղծ քարոզչության, կեղծավոր սիրո կայթակության գերին չի դառնում։ Աստված մեզ հետ ամեն ինչ լավ լինելու։ Մենք մեր վրա վստահ ենք, մենք մեզնից ուժից են խոսում։ Մենք մեզնից ուժեղը ոչ մեկին չենք ճանաչում, ցանկություն չունենք ճանաչելու, մենք մեզնից դուխովը ոչ մեկին չենք ճանաչում, ցանկություն չունենք ճանաչելու, մենք մեզնից հարուստը ոչ մեկին չենք ճանաչում, ցանկություն չունենք ճանաչելու, եւ մենք հունիս ամսին տասնյակ տարիներով վերջնականապես սպասված մեր վրեժը լուծելու ենք քաղաքական մակարդակով, մեր ասելիք ասելու ենք, մեր անելիք անելու ենք, վերջնականապես մեր վրեժը լուծելու ենք եւ այդպիսով այս հայ մարդու աբիժնիկներից, հայ մարդու հետ երբևիցե կապ չունեցածներից, Հայաստանի Հանրապետությունը տասնյակ տարիներով իրենց անձնական հարստության համար աշխատացածներին, Հայաստանի Հանրապետությունը իրենց համար որպես տուրիստ անկալողներից մենք մեր վրեժը լուծելու ենք եւ դրանց գործունեությունը կասեցնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, մահ պաթոսախոսությանը, այսօրվա Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորի սպառնալիքը դա պաթոսախոսությունն է, այսինքն խաղաղության։ Այո, խաղաղությունը Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորն է։ Եվ Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության միակ երաշխավորի, այսինքն խաղաղության միակ սպառնալիքը, միակ թշնամին դա պաթոսախոսությունն է։ Մահ պաթոսախոսությունը այլևս գոյություն չունի։ Պաթոսախոսությունը կործանել է Հայաստանը տարիներ շարունակ։ Պաթոսախոսությունը սպանել է հայ մարդուն տարիներ շարունակ։
Պաթոսախոսությունը գնդակարել է Հայաստանի Հանրապետության հայ մարդու ապագան տարիներ շարունակ, հարյուրավոր տարիներ շարունակ։ Մահ պաթոսախոսությունը, մահ պաթոսախոսությանը, մահ պաթոսախոսությունը իմ թշնամին է, ես չեմ ապրում պաթոսախոսությամբ։ Ես չեմ ապրում պաթոսախոսությամբ, որտեղ պաթոսախոսությունը իմ անձնական թշնամին է։ Իսկ նրանք ովքեր զբաղված են պաթոսախոսությամբ Հայաստանի Հանրապետությունում, նրանք ուղիղ Հայաստանի Հանրապետության թշնամիներն են։ Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հավերժ լինության միակ երաշխավորի, այսինքն խաղաղության թշնամին ոչ թե մեր հարևան պետություններն են, ոչ պաթոսախոսությունն է։ Պաթոսախոսությունն է։ Այս ովքեր որ sense պաթոսախոսությամբ են զբաղված, այս պաթոսախոսներն են։ Հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության միակ թշնամիները, միակ սպառնալիքը այս պաթոսախոսությունն է։ Այս պաթոսախոսող, այս պաթոսախոսություններով ճառեր ասողներն են։ Դրանք են։ Ռուսաստանաբնակ օլիգարխ Տաշիր Սամվելիք կթուկով։ Տաշիր Սամվելիկը Հայաստանի Հանրապետությունում կթուկով է, ուրիշ ոչինչ։ Պրիվետ Ռոբիկ, Բերանա Ձուրտիկ Խոխա, այ գադա, այ լակոտ։ Մերժվաշ սկես մետրանոց չբուրաշկա։ Հոգևոր կյանքը վտանգի տակ դրած Ստահակ Կտրիչ Ներսիսյան, դուք Հայաստանի Հանրապետության իմ կարծիքով, իմ համոզմանք, դուք Հայաստանի Հանրապետության թշնամիներն եք, դուք հայ մարդու թշնամիներն եք, դուք Հայաստանի Հանրապետության սպառնալիքներն եք, դուք ազգային անվտանգության սպառնալիք եք եւ ազգային անվտանգությունը պետք է ձեզնով զբաղվի, պետք է ձեզնով զբաղվի եւ կզբաղվի, քաղաքական մահ Հայաստանի Հանրապետության սպառնալիքներին, խաղաղության սպառնալիքներին, իրական Հայաստանի Հանրապետության հավերժնության միակ երաշխավորի սպառնալիքներին մահ, քաղաքական մահ։ Եվ քաղաքական մահը ամեն վարքյան գալու է, մոտիկանալու է ձեզ, արդեն մոտիկ է, դուք արդեն սկսել եք շփվելը, արդեն սկսել եք մոտիկից ծանոթանալը, եւ ամեն վարքյան ավելի է մոտիկանալու ձեզ։ Դուք ձեր որակը, ձեր տեսակը որևէ բարոյական իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ներկայից կամ ապագայից խոսելու։ Ձեր տեսակը եւ որակը որևէ բարոյական իրավունք չունի հայ մարդու, չգիտեմ, ավելի կոմֆորտ միջավայրից խոսալու, որտեղ դուք տասնյակ տարիներով հայ մարդուն շատ անմխիթար վիճակների մեջ պահել եք։ Անմխիթար պայմաններով, միջոցներով, ակետից բետեղ տեղափոխելով, ամեն ինչ ձրկել եք, բայց ձեր կոմֆորտ միջավայրը շքեղացրել եք։ Դուք տասնյակ տարիներով այդ եք առնակամ եք արել հայ մարդուն։ Եվ ուրեմն հունիս ամսին ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը քաղաքական մակարդակով։ Քաղաքական մակարդակով հունիսին ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած ծարունը, վարար գետի նման, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական մակարդակով ողողված է լինելու ձեր այրունով, այն այրունով քաղաքական մակարդակով, որը դուք եք տասնյակ տարիներով հայ մարդուց ծծել, այն հենց այդ այրունով։ Ու հոսելու է քաղաքական մակարդակով։ Ժորժան Իրական Հայաստանի Հանրապետության անկեղծ սիրով սիրահարվածների դեմը խաղ չկա։ Իրական Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկողների դեմը խաղ չկա։ Իրական Հայաստանի Հանրապետության հավերժնության միակ երաշխավորին սիրահարվածների, այսինքն խաղաղության, սիրահարվածների եւ խաղաղության շահերը սպասարկողների դեմը խաղ չկա։ Այդ տեսակի դեմը խաղ չկա, այդ տեսակի ծենյան ուժ չկա, այդ տեսակի ծենյան հարստություն չկա։ Նրանք ովքեր կխխլվան, բառը ճիշտ ասեցի, ներողություն, մեր ոտքերի տակ, ուղղակի քաղաքական մակարդակով կթփրտան եւ իրենց վերջի շունչը կփչեն քաղաքական մակարդակով մեր ոտքերի տակ։ Բարի գիշեր, Աստծո։